Եթերում հեռանկարն է։ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմանավերի թիվը ավելի քան 10 է։ Նաև ատոմային 2 սուզանավ կա։ Նման տեղեկություն հաղորդել է Միացյալ Նահանգների ռազմածովային ինստիտուտը։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էր հայտարարել, որ ամերիկյան նավատորմը շարժվում է դեպի Իրան։ Այս տեղեկությունների ֆոնին Իրանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների Միացյալ Նահանգների հետ։ Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները քննարկեն Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանի հետ։ Շնորհակալություն Տիկին Իսկանդարյան մեր հրավերը ընդունելու համար, անդրադառնալով Իրանում տեղի ունեցող իրադարձություններին։ Նախ փորձենք ամփոփել, ինչ կարևոր կետեր կարող եք առանձնացնել։ Իրականում մենք տեսնում ենք, որ տարածաշրջանը իսկապես բուռն զարգացումների շեմին է կանգնած եւ այստեղ առանցքային դեր է ворթեգրել կարելի ասել կամ զբաղեցնում Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Պետք է այստեղ արձանագրենք մեկ փաստ, որ սա նոր գործընթացներ չէ եւ Դոնալդ Թրամփի առաջին նախագահության տարիներին եւս Իրանի նկատմամբ ворթեգրվեց առավելագույն ճնշումների քաղաքականությունը։ Հիշեցնեմ մեր ունկնդիրներին, որ 2015 թվականին, երբ որ կնքվել էր համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը, թվում էր թե Մերձավոր Արևելքը լիցքաթափվում է, քանի որ առաջին անգամ բանակցել էին եւ եկել էին համաձայնության Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Միացյալ Նահանգները։ Սակայն 2018 թվականին ընտրվելով Դոնալդ Թրամփը փաստացի միակողմանի ուղղակի պատռեց համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը եւ հայտարարեց, որ իրենք շատ ավելի լավ պայմանագիր կկնքեն Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ նշեց, որ միայն միջուկային ծրագիրը չէ, որ պետք է ընդգրկեին, այլ ինքը ավելացրեց նաև հրթիռաշինությունը պետք է ավելացնեն։ Իսկ սա Իրանի Իսլամական Հանրապետության անկախտելի իրավունքն է, այսինքն սա պաշտպանության իրավունքն է, որից օգտվում է աշխարհի գրեթե բոլոր երկրները։ Սա իրան առանցքային խնդիր է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չհամաձայնվեց եւ իրավիճակը լարվեց եւ մենք տեսնում ենք այս լարվածությունը ավելի ուժ գնանում է տարածաշրջանում։ Արտաքին հատվածը մենք դեռ կքննարկենք, հիմա անդրադառնալով ներքին իրադրությանը։ Նախ այն ինչ տեղի էր ունենում ներսում, միայն դրսի ճնշումը չէ, ներսում եւս որոշակի դժգոհություններ կային։ Վերջին օրերին տեսնում ենք, որ այդ ցույցերի քանակը քչացել է, ինչու, ինչ տեղի ունեցավ այս առումով։ Իրականում ճիշտ չէ արտաքինը տարանջատել ներքինից կամ հակառակը ներքինը անջատել արտաքինից։ Ինչու՞ն է խնդիրը։ Նույն Միացյալ Նահանգները իրականացնելով տարատեսակ պատժամիջոցներ Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական ոլորտին բնականաբար բավական լուրջ հարվածներ է հասցրել։ Դրանց միացել են նաև Եվրոմիության երկրները, այնուհետև ՄԱԿ-ի կողմից են իրականացվել պատժամիջոցներ, որոնք բնականաբար ազդել են եւ պետք է ազդեն Իրանի տնտեսությանը։ Սա էլ իր հերթին բնականաբար ազդելու է Իրանի քաղաքացիների կյանքի որակի վրա, որից էլ բնականաբար նրանք բողոքելու են։ Եվ պետք է արձանագրենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությունը բազմիցս նշել է եւ նույնիսկ ընդունել է, որ այո կան դժգոհություններ, դրանք տնտեսական ոլորտում են եւ պետք է ամեն ինչ անեն, օրինակ ստվերային տնտեսությունը վերացնեն, կոռուպցիան վերացնեն եւ այլն, որպեսզի կարողանա տնտեսությունը մի փոքր շունչ առնի, բայց երբ որ այդ ցույցերը վերաճել են արդեն համակարգի դեմ բողոքների եւ համակարգային փոփոխությունների առումով, բնականաբար արդեն այստեղ համակարգը համապատասխան ձևով է արձագանքել, ինչպես որ արձագանքում է անգամ Միացյալ Նահանգները կամ եվրոպական երկրները, երբ որ իրենց համակարգի հետ կապված խնդիրներ են ունենում։ Անդրադառնալով համակարգին, ձեր ձեռքի տակ գիրք է, որը կոչվում է Իրանի պետական համակարգի 90-ները, հա, որոնք են այդ 90-ները։ Պետք է նշեմ, որ սա ուրեմն ին որպես գիտնականի 5 տարվա կատարած աշխատանքն է բազային ֆինանսավորմամբ եւ այս տարիների ընթացքում մենք ուրեմն աշխատել ենք եւ այս մեկ մենագրության մեջ ներկայացնում ենք այն սյուները, որոնց վրա կանգնած է փաստացի Իրանի Իսլամական Հանրապետությունը, այսինքն առաջնորդի ինստիտուտ, նախագահի ինստիտուտ, մեջլիսի ինստիտուտ, Սահմանադրության պահապանների խորհուրդ, նպատակարարության խորհուրդ, դատական համակարգ, զինված ուժեր, որի մեջ մտնում է զինված ուժերը եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Այսինքն այս բոլոր համակարգերն են, որոնք հենց աշխատում են, մեխանիզմն է, որը աշխատում է եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարողանում է ուրեմն իր կենսագործունեությունը ծավալել։ Սա բավական կարեւոր կլինի հատկապես երիտասարդ հետազոտողների, իրանագետների, ինչու՞ չէ նաեւ արտաքին գործերի նախարարության երիտասարդ մասնագետների համար։ Հիմա նկատի ունենալով այդ 90-ները, որոնք փոխկապակցված են գործում, վերջին օրերի իրադարձությունները որոշակի փոփոխություն մտցրել են այդ
համակարգերի մեջ։ Իրականում համակարգը ցույց տվեց, որ իրենք բավական միասնական են, բավական ուժեղ են, հակառակ դեպքում այդ ցույցերը մինչև այսօր էլ տեղի կունենային եւ Միացյալ Նահանգների ներդրած ջանքերը այն էր որոշակի փոփոխություններ մտցնել եւ ոչ միայն Միացյալ Նահանգների, նաեւ Իսրայելի ներդրած ջանքերը որոշակի փոփոխություն մտցնել նույնիսկ համակարգային ոլորտում փաստացի կյանքի չկոչվեցին։ Պետք է հիշեցնեմ նաեւ մեր ունկնդիրներին, որ նաեւ արևմուտքում բավական ակտիվացել էր իրանական սփյուռքը եւ այսպես կոչված նրանց դեմքն էր դարձել Իրանի գահաժառանգը եւ փորձ էր կատարվում անգամ հեղաշրջման, հեղափոխության նման ինչ-որ մի բան իրականացնեն եւ հետ վերադարձնեն գահաժառանգին, բայց այն որ հենց նոր դուք փաստեցիք, որ ցույցերը արդեն պակասել են եւ գրեթե չկան, սա ցույց է տալի, որ համակարգը կայուն գտնվեց։ Հիմա արևմուտքը նաեւ ահաբեկչական ճանաչեց Իրանի Իսլամական Հանրապետության պահապանների կորպուսը, հա, սա ինչ ուղերձ է եւ արդյոք այստեղ ճեղքում կա, այսպես ասած, պայմանականորեն աշխարհիկ իշխանության, պետական եւ հոգեվոր իշխանության միջեւ։ Պետք է արձանագրենք, որ առաջինը Միացյալ Նահանգներն էր ճանաչել տարիներ առաջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին որպես ահաբեկչական կոչել էր ահաբեկչական խումբ եւ որին բնականաբար Իրանի իշխանական համակարգը համաձայն չէ այս տեսակետներին եւ բավական սուր արձագանքել է եւ այս օրերին մենք տեսանք, որ Եվրոպայի գրեթե բոլոր երկրները ԵՄ անդամները ճանաչեցին եւս, որ ԻՀՊԿ-ին կոչեցին որպես ահաբեկչական կազմակերպություն, ինչու նա դրանք արեցին, որտեղ այս նույն ցույցերի մեջ առավելապես աչքի էր ընկել ԻՀՊԿ-ն իր բաժիջ գործողություններով։ Վերադառնալով Իրան-Միացյալ Նահանգներ բանակցություններին, որքան էլ հայտարարությունները խիստ են հնչում, բայց եւ այնպես կա սակարկություններ։ Եվ արդեն գիտենք, որ փետրվարի 7-ին 6-ին տեղի են ունենալու որոշակի բանակցություններ Ստամբուլում։ Ինչ են ուզում մեկը մյուսից, այսպես ասեմ։ Իրականում Միացյալ Նահանգները իմ խորին համոզմամբ գնում է առավելագույն ճնշման, այսինքն առավելագույն ճնշում կիրառելով ավելի շատ ստանալ Իրանի Իսլամական Հանրապետությունից, բայց Իրանի իշխանությունները հստակ նշեցին, որ հրթիռաշինությունը իրենց համար կարմիր գիծ է, որտեղ դա իրենց պաշտպանական գիծն է եւ 12-օրյա պատերազմի ժամանակ մենք տեսանք, որ Իրանի թերևս միակ գործիքը, որ կարողացել էին աշխատեցնել, դա հենց հրթիռներն էր, որովհետև հակաօդային պաշտպանությունը ըստ էության այնքան էլ լավ վիճակում չէ եւ Իրանի տարբեր քաղաքներ թիրախավորվեցին, սակայն հրթիռաշինության շնորհիվ իրենք եւս կարողացան որոշակի գործողություններ իրականացնել Իսրայելի նկատմամբ։ Այսինքն Իրանի համար սա իսկապես կարմիր գիծ է եւ նրանք չեն համաձայնվելու այստեղ որևէ զիջումների գնալ։ Եվ պետք է արձանագրենք, որ սա բավական լավ հասկացել են նաեւ տարածաշրջանի Միացյալ Նահանգների տարածաշրջանային գործընկերները եւ կարծես թե Միացյալ Նահանգներին այս մեսեջները եւս տրված է, որ այս հարցում Իրանը անզիջում է լինելու եւ երեք Թրամփի ելույթի մեջ ես նկատեցի, որ նա հստակ նշեց, որ պետք է Իրանը ուրեմն խոստանա, որ իրենք միջուկային ծրագրի զարգացման դեմ ուրեմն քայլեր կիրականացնեն, այսինքն այն գծերը, որոնք կդրվեն միջուկային ծրագրի հետ կապված, ապա Իրանը պետք է կիրառի, այսինքն այստեղ հրթիռաշինություն բառը կարծես թե դուրս եկավ։ Թվում է, թե գոնե այս պահին, որ Միացյալ Նահանգներն էլ շատ լավ հասկանալով, որ առավելագույն ճնշում գործադրելով միևնույն է չստացավ այն ամենը, ինչ որ իրեն անհրաժեշտ է, հիմա կփորձեն գոնե բանակցությունների միջոցով իջեցնել լարվածության մակարդակը, բայց անընդհատ սպառնալիքով, որ կարող են կրկին լարվածություն մտցնել կամ ռազմական գործ իրականացնել։ Ուրեմն, բայց չենք կարող բացառել որևէ սցենար ընդհանրապես, որովհետև մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգների նախագահը անդադար շեշտում է, որ դեռ ինքը որոշում չունի եւ այդ որոշումը փաստացի ցույց է տալի, որ կախված է լինելու այս բանակցություններից, այսինքն կրկին առավելագույն ճնշումը Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ կիրառվելու է։ Բայց նշենք նաեւ, որ Իրանի ղեկավարությունը իդեմս հոգեոր առաջնորդել եւ նաեւ զինված ուժերի ուրեմն ներկայացուցիչների կողմից էլ հստակ հայտարարություններ գնացին, որ եթե Միացյալ Նահանգները անգամ կետային կամ որոշակի գործողություններ իրականացնի, իրենք պատասխան են տալու։ Այսինքն, եթե մենք նախկինում տեսնում ենք, կարելի է ասել նույնիսկ մենք մեր ձեր տաղավարում խոսել ենք սրա մասին, որ կարծես թե պայմանավորված հարվածներ էր իրար դեմք պահելու համար, Իրանի Իսլամական Հանրապետության գոնե զինված ուժերի ներկայացուցիչների կողմից հստակ արձանագրել են, որ այս անգամ այդպես չի լինելու, որտեղ հակառակ դեպքում սա կարելի ասել սովորության էֆեկտ է դառնում, որ կարող են իրար հարվածել ու հեռանալ։ Հիմա 12-օրյա պատերազմը ցույց տվեց, որ այդուհանդերձ Իրանը շատ միջոցներ չուներ եւ
եւ ինչպես ասացի, քրթիրային միջոցները միակն էին, որ ամենաարդյունավետը գործեցին։ Այս պարագայում խոսել մեծ պատերազմի մասին եւ հակահարվածի մասին, որքանով է իրատեսական Իրանի կողմից։ Իրականում ես թույլ տվեք թերահավատորեն վերաբերվեմ ընդհանրապես մեծ պատերազմի մասին, որտեղ մեծ պատերազմ նշանակում է, որ ցամաքային ուժեր պետք է մտցնեն Իրանի Իսլամական Հանրապետության տարածք, իսկ սա կարծում եմ Միացյալ Նահանգները նման արկածախնդրության չի գնա։ Մենք հիշում ենք, որ նաև Աֆղանստանում ինչ տեղի ունեցավ, քանի տարի դա տևեց եւ ընդհանրապես այդպիսի պատերազմները մեկ օրվա, մեկ ամսվա կամ մի քանի ամիսների ընթացքում չի ծրագրվում։ Դրանք երկարաժամկետ պլանավորվում են եւ իրականացվում են։ Այսինքն այստեղ մեծ մասշտաբի պատերազմ ես գոնե բացառում եմ, բայց այն, որ Միացյալ Նահանգները կարող է գնալ այնպիսի արկածախնդրության, որ կետային հարվածներ հասցնի ԻՀՊԿ-ի հատվածներին կամ կառավարական որոշակի օբյեկտների հույս ունենալով, որ Իրանը չի պատասխանի, փաստացի Իրանի զինված ուժերի հայտարարությունից հետո սա էլ է իջիկ դառնում։ Այսինքն, եթե Միացյալ Նահանգները այնուամենայնիվ իր դեմքը պահելու համար կետային հարվածներ տա, գոնե Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ ամեն հարվածին պատասխան են տալու արդեն Միացյալ Նահանգների ռազմաբազաներին, բնականաբար արդեն առանց նախապես պայմանավորվելու կամ նախապես տեղեկացնելու։ Իսկ այստեղ մեկ հարց է հնչում իմ ուղեղում. Միացյալ Նահանգները որքան զոհեր կարող է ընդունել Միացյալ Նահանգները, այսինքն Միացյալ Նահանգների նախագահը որքան զոհեր կարող է այդպես ընդունել, որովհետև Իրանի Իսլամական Հանրապետությունը հստակ նշել է, որ քաոսի կվերածեն ամբողջ տարածաշրջանը եւ իրենք ունեն դրա համար բոլոր լծակներ։ Իսկ մենք գիտենք, որ մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգները ունի բազմաթիվ բազաներ։ Վերադառնալով միջուկային ծրագրին, լինելով երկար ժամանակ պատժամիջոցների տակ եւ իրականացնելով միջուկային ծրագիրը եւ հայտարարելով, որ այդուհանդերձ դա եղել է միայն խաղաղ ծրագիր, որքանով էր հնարավոր, որ իսկապես Իրանն ուներ այդ պոտենցիալը ոչ խաղաղ ծրագրի վերածելու։ Իրականում այդ հարցը երևի թե պետք է ուղղել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարին, որովհետև իրենք ունենան այդ գաղտնի փաստաթղթերը, մենք ընդհանրապես գիտնական ենք, որոնք ուսումնասիրում են այն, ինչ որ կա այս պահին մեր ձեռքի տակ, եւ պետք է արձանագրեմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը իր ստեղծման պահից ի վեր հստակ հայտարարել է, որ չեն ձգտել եւ չեն ձգտում միջուկային զենք ունենալուն։ Ավելին, Իրանի Իսլամական Հանրապետությունը իդեպ ի հակառակ Իսրայելի կնքել է միջուկային զենքի չտարածման պայմանագիրը, այսինքն նա այդ պայմանագրի կրող է, թե հիմա ինչ փաստաթղթեր ունի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը կամ Միացյալ Նահանգները, որոնք գաղտնի են եւ դեռ գաղտնազերծված չեն, ես որևէ բան չեմ կարող այստեղ ասել։ Անդրադառնալով Հայաստանի դիրքորոշմանը, բնականաբար դժվարին իրավիճակ է տարածաշրջանում եւ Հայաստանն էլ որոշակի դիրքավորում պետք է ունենա։ Ինչպիսին պիտի լինի դա։ Իրականում Հայաստանի Հանրապետությունը այս պահի դրությամբ բավական չեզոք դիրք է զբաղեցրել, ինչը իմ պատկերացման բավական ճիշտ դիրքորոշում է, որովհետև ի տարբերություն Ադրբեջանի, որը իդեպ ակնհայտորեն պրոիսրայելական եւ Միացյալ Նահանգների որոշակի քաղաքականություն իրականացնելու Իրանի դեմ քաղաքականության կողմնակից է, Հայաստանի Հանրապետությունը միշտ կողմ է եղել եւ միշտ իր հայտարարություններում նշել է, որ կողմ է յուրաքանչյուր խնդրի բանակցությունների միջոցով լուծելու համար, որովհետև աստված մի առածի այնուամենայնիվ թեկուզ կետային հարվածների, թեկուզ որոշակի ռազմական գործողությունների ժամանակ ակնհայտ է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից մեծ արտահոսք է լինելու եւ այդ ուրեմն փախստականների մի մասը հատելու են Հայաստանի Հանրապետության սահմանը եւ սա բնականաբար հավելյալ խնդիրներ է առաջացնելու Հայաստանի Հանրապետության համար, թե անվտանգային, թե տարատեսակ այլ խնդիրներ առաջացնելու, ինչը բնականաբար մեր շահերից չի բխում, հատկապես հաշվի առնելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ տարածաշրջանում փորձել է հավասարակշռող դեր ունենալ։ Որքանով է հաջողվում Իրանի հետ պահպանելով այս հարցում պահպանելով չեզոքությունը եւ Իրանի հետ բարիդրացիությունը միաժամանակ ունենալ Միացյալ Նահանգների հետ լավ հարաբերություններ, որոնք դեպի ռազմավարական մակարդակի են ձգտում։ Պետք է արձանագրենք, որ սա Հայաստանի Հանրապետությանը միշտ է հաջողվել անկախության տարիներից սկսած, մեր բոլոր նախագահները կարողացել են Միացյալ
Նահանգների իշխանություններին ներկայացնել այն իրավիճակը, որում գտնվում է Հայաստանի Հանրապետությունը, եւ կարելի է ասել Հայաստանի համար այն ժամանակ ստեղծվել է արտոնյալ իրավիճակ, որ այնինչ կարելի է այսպես ասել Հայաստանին, այլ երկրներին չէր կարելի, որովհետեւ մենք հստակ ներկայացրել ենք, որ Միացյալ Նահանգներում Իրանի դեպքում Իրանին բացատրել ենք, որ Միացյալ Նահանգներում մենք ունենք բավական մեծ համայնք եւ Միացյալ Նահանգներին էլ նույնը ներկայացրել ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում ունենք հայ համայնք եւ մենք պետք է երկուսի հետ էլ բավական ջերմ համագործակցենք եւ Իրանի հետ մեր դրական համագործակցությունը այս տարիներին Միացյալ Նահանգներին բացատրել ենք, որ Հայաստանը շրջափակված լինելով երկու կողմից Իրանը ըստ էության մեր համար բաց ուղի է դեպի այլ երկրների հետ համագործակցելու համար եւ պետք է արձանագրեմ, որ վերջերս էլ նախորդ դեսպանը հստակ իր ելույթներում նշեց, որ Հայաստանի իշխանությունները ինչ գործողություն էլ որ իրականացնում են համագործակցելով եւ խորացնելով հարաբերությունները ԵՄ-ի կամ Միացյալ Նահանգների հետ, սրա մասին խորհրդատվություններ ունենում են եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը հստակ ներկայացում է, որ սա պարզապես Հայաստանի Հանրապետության որպես ինքնուրույն պետություն իր քաղաքականությունն է եւ բացարձակապես այն դեմ չի լինելու եւ ուղղված չի լինելու երբեք Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Շնորհակալություն Տիկին Իսկանդարյան, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը Գոհար Իսկանդարյանն էր։